Պարոն Սաֆարյան, Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կլինի Մոսկվայում Կարմիր հրապարակում Վլադիմիր Պուտինի, Ալիևի, Լուկաշենկոյի եւ մյուսների հետ կմասնակցի համաշխարհային պատերազմի այդ պարադին, հայրենական պատերազմի 80-ամյակին։ Դուք Նիկոլ Փաշինյանի այցը ինչպես եք գնահատում որոշումը։ Մեծ հաշվով, գիտեք, մասնակցությունը մայիսի 9-ի Մոսկվայում կայանալիք երկրորդ աշխարհամարտում Խորհրդային Միության հաղթանակի 80-րդ տարեդարձին մասնակցությունը ես կներեք մի ինչ-որ մեծ սխալ ասեմ կամ չգիտեմ բացասական առումով ասեմ ես չեմ գնահատի այդպես։ Այլ հարցը, որ այդտեղ կարելի է ունենալ տարընթերցումներ, տարբեր մեկնաբանություններ։ Գաղտնի չէ, որ ավելի քան 600,000, նույնիսկ 700,000 հայ է մասնակցել միայն Խորհրդային Հայաստանից երկրորդ աշխարհամարտում ապահովելու մայիսի 9-ի հաղթանակը, մայիսի 8-ի հաղթանակը, այսպես ասենք։ Բայց ես առհասարակ հակված չեմ դա անվանելու հայրենական մեծ պատերազմ, ինքս լինելով պատմաբան, քանզի դա կարող ենք համարել ընդամենը խորհրդագերմանական պատերազմ, որովհետև այն սպասելիքները, որ մեր ժողովուրդը իր կյանքը դրեց իր զավակների, 300,000 զավակների կյանքը դրեց մեծ հայրենականում ապահովելու կամ երկրորդ աշխարհամարտում ապահովելու Խորհրդային Միության հաղթանակը, մենք որևէ համարժեք պատասխան չստացանք, հատկապես խորհրդային կայսրության փլուզումից հետո, առավել ևս որ խորհրդային շրջանում, գիտեք, կար մի քաղաքականություն, որը կոչվում էր պոլիտիկա նիվելիրովանիա, հարթեցման քաղաքականություն։ Հիմա էլ կարծեք նույն բանն է գնում։ Ես համամիտ չեմ, եթե հայ ժողովրդի մասնակցությունը կամ Հայաստանի մասնակցությունը համահավասար կերպով, համարժեք կերպով դրվում է Ադրբեջանի, Վրաստանի կամ Բելարուսի կողքին եւ այլ։ Ես միշտ ունեցել եմ իմ օրույն կարծիքը, ասեմ ինչու։ Տեսեք, Բելարուսի ազատագրման ֆաշիստական օկուպացիայից Բելարուսի ազատագրման համար հայ ժողովուրդը տվել է շուրջ 28 սովետական միության հերոս, տասնյակ հազարավոր զոհեր զինվորների։ Այլևս չեմ խոսում ինչքան գեներալներ եւ այլ։ Այլևս չեմ խոսում, որ 1918-20 թվականին Բելարուսի Հանրապետության հիմնադիրը ազգությամբ եղել է հայ, որ հետագայում դարձավ Հայաստանի Խորհրդային Հանրապետության առաջին ժողովրդի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանը, լինելով Արևմտյան ռազմաճակատի հրամանատարը։ Եթե այժմ էլ այս բոլոր փաստերը չի բարձրացվում համարժեք կերպով, չի հանվում ջրի երես Լուկաշենկոյի, Պուտինի, մյուսի, այլևս չեմ խոսում Ռուսաստանի ազատագրման, Մոսկվայի, Ստալինգրադի, Ուկրաինայի համար մենք ինչքան զոհ ունենք տված, 100,000-ներով, ինչքան հերոսներ ունենք, ավելի քան 110 հերոս, ինչքան գեներալներ, մարշալներ եւ այլ։ Եվ այս ամեն ինչը սա մեծ քաղաքական կապիտալ է։ Գալով մասնակցության եւ չմասնակցության հարցին, ես այն կարծիքին եմ, որ հասարակ միջազգային հարաբերությունները մեծ քաղաքականության մեջ կամուրջներ վառելը ճիշտ չէ։ Դա չի վնասի Հայաստանի ընտրած եվրոպական ուղուն, եթե իհարկե այդպիսի ընտրություն կատարվի։ Ես համոզված եմ, որ գիտեք, մի քանի բաներ կա, որ Հայաստանի հանդեպ կա տարբեր մոտեցումներ։ Եվրոմիության կողմից, Միացյալ Նահանգների կողմից, տեսեք, բոլորս գիտենք Հայաստան-Իրան հարաբերությունների եւ հաշվեկշիռը, եւ մեկնարկը, եւ ընթացքը, եւ հետագա զարգացումը։ Եթե այդպես վերցնենք, ինչքան էլ ասենք միաբևեռ կերպով Միացյալ Նահանգների կողմից կամ այն երկրների կողմից, որոնք կիրառում են պատժամիջոցներ, ոչ։ Ես համոզված եմ, որ մեր վարչապետի այցը Մոսկվա մասնակցելու հաղթանակի 80-ամյա ուրեմն տարեդարձի տոնակատարությանը ամենևին էլ վնաս չի բերի
Հայաստան, Եվրոմիություն, ապագա ինտեգրացման կամ մերձեցման կամ չգիտեմ այդ քաղաքական գործընթացներին, որովհետև դա գիտեք ինչ է նշանակում, այլ բան է, որ այսօր մենք բոլորս գիտենք իրենից ինչ է ներկայացնում Պուտինյան Ռուսաստանը, Ռուսաստանի Դաշնությունը որպես պետություն։ Հայաստանի պարագայում, Հայաստանի մասնակցության պարագայում դա ամենևին էլ Հայաստանի վնաս չի բերի։ Կալասի հայտարարությունը ինչի մասին էր, որ տեսեք, ախր ամբողջ խնդիրը նա է, որ ասենք ինչքան էլ մենք փորձում ենք քաղաքականությանը նայել այսպես բարոյական արժեքների տեսանկյունից, կարծեք թե քաղաքականությունը մեզ ստիպում է ասենք, որ հենց ամենաառաջինը իրենք են կիրառում այդ երկակի ստանդարտները եւ երկակի քաղաքականությունը։ Նմանատիպ հայտարարություն մենք շատ իրազեկված ենք, նմանատիպ մի քանի հայտարարություններ մի քանի տարվա ընթացքում արել է Եվրոմիության բարձր ներկայացուցիչ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ Բաքվում եւ Եվրոպայում եւ էլի ասենք էլի քաղաքական գործիչներ Եվրոմիության եւ ոչ միայն Եվրոմիության, եվրոպական երկրների եւ այսպիսի հայտարարությունները դեռևս չի նշանակում, որ գետնի վրա դրանք կարող են ունենալ լուրջ ուրեմն կիրառելիության աստիճաններ։ Այնուհանդերձ դուք տեսնում եք իշխանության կողմից ջանքեր իրապես որոնք միտված են արևմուտք գնալուն թե ոչ։ Միանշանակ ես տեսնում եմ, ընդ որում ոչ միայն ես տեսնում եմ, ինչ են անում օրինակ։ Ես նաև ասեմ հիմա։ Ոչ միայն ես տեսնում եմ, ես նաև համոզված եմ եւ հորդորում եմ, որ անպայման դա պիտի արվի, որովհետեւ այլ տարբերակ, այլ երբ մեզ չի։ Հա, բայց 40 քանի օր այդ Հանրապետության հիմա ես կպատասխանեմ, Հայաստանի Հանրապետության վերջին 1-2 տարվա այսպես դիվերսիֆիկացված չասեմ, տարբերակված արտաքին քաղաքականությունը թույլ է տալիս ասելու, որ շատ ոլորտներում փորձ է արվում ուրեմն ինտեգրվել եվրոպական կառույցներին։ Այլ բան է, որ ինչ աստիճան մենք շատ ենք հապաղում կամ ներսում կատարվող այդ քաղաքականությունից, բանակցությունների ընթացքից մենք իրազեկված չենք, հավուր պատշաճի դա այլ բան է, բայց մի բան կարող եմ ասել, որ մեր Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհուրդը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, համենայն դեպս այդ երկու պետական գերատեսչությունները իրենց հաշիվ են տալիս եւ գիտակցում են Հայաստանի նետված ներկա ժամանակահատվածի մարտահրավերների իմաստը, մարտահրավերների բուն էությունը։ Ասել, որ մենք ամեն ինչ անում ենք եվրոպական կառույցներին ինտեգրվելու համար եւ Եվրոմիությանը ավելի հարազատ լինելու համար, ես դա չեմ ասի, որովհետեւ այդպիսի բան չկա։ Համենայն դեպս մեր քաղաքականությունը, այսպես ասած, որը տանում է դեպի նրան, մեր քաղաքականությունը մեր ժողովրդի համար տեսանելի չէ։ Ես մեղմ եմ ասում։ Մեղմ ասած տեսանելի չէ։ Այսինքն եթե չի արվում, հա, որ տեսանելի չէ, եթե արվենին Եթե ինձ եք հարցնում, եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, գրեթե չի արվում։ Հիմա սրա ֆոնին նաև Ռուսաստանից են տեղեկություններ գալիս, որ Կիրիենկոյի գլխավորությամբ ձևավորվել է Վլադիմիր Պուտինի աշխատակազմում մի խումբ աշխատանքային, որը պետք է նպաստի Հայաստանում ռուսական ազդեցության էլ ավելի մեծացմանը։ Սա դուք ինչպես եք մեկնաբանում, սա վտանգներ պարունակում է թե ոչ։ Տեսեք, Նարեկ, իմ ամբողջ գիտակցական կյանքում, որ ես մի այլ կերպ եմ պատկերացնում հայ-ռուսական հարաբերությունները, եւ Ռուսաստանի քաղաքականությունը հարավային Կովկասում դա եղել է ուրեմն կացնային դիվանագիտության կոնտեքստի մեջ, համատեքստի մեջ։ Պուտինը հերո չգնաց ավանդական քաղաքականությունից։ Եթե մի շատ կարճ ժամանակահատված, իսկ պատմության մեջ 10 տարին գիտեք, ակնթարթ է, Ելցինը հեռացավ այդ հրեշավոր քաղաքականությունից, ապա Պուտինը ավելի խորացրեց, որտեղ ներկայիս Ռուսաստանի Դաշնության նախագահի համար 10, 20, 30, 50 հազար կոտորածը այս կողմ, այն կողմ, այդ թիվը իր համար, որտեղ նրա քաղաքականությունը սատանայական քաղաքականությունն է։ Դա իմ խորին համոզմունքն է, կապված եւ դրա սկիզբը դրվեց ամենահրեշավոր ձևով
2020 թվականի 44 օրյա պատերազմի ընթացքում։ Ասել, որ Ռուսաստանի կողմից կամ Ռուսաստանի ղեկավարի կողմից Կիրիենկոյին նշանակելով հայ-ռուսական հարաբերություններում կամ հարավային Կովկասում խաղաղության կամ չգիտեմ հարաբերությունների կարգավորման բանականած, գիտեք, Ռուսաստանի նավը վաղուց արդեն գնացել է։ Կիրիենկոն ունի ոչ պակաս անփառունակ անցյալ, լինելով եւ Ռուսաստանի Դաշնության վարչապետ 1998 թվականին, որից հետո եղել է ատոմային էներգիայի օգտագործման պետական կոմիտեի նախագահ, դրանից հետո նշանակվել է Ռուսաստանի Դաշնության վարչակազմի ղեկավարի տեղակալ, այնուհետև ղեկավարել է բանակցությունները Ռուսաստան, Ուկրաինա, այդ հանդիպումների եւ այլ այդ հարթակում։ Հիմա բերել այստեղ, այսպես ասած, ծանր հրետանի, դա տեղի ունեցավ, կարծեմ Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա կատարած, հիմա ինկոգնիտո ասեմ, թե չգիտեմ, բաց ասեմ եւ այլ ացից հետո։ Եվ ամենայն հավանականությամբ սա արվել է Հայաստանի երկրորդ նախագահի կամ հորդորով կամ խնդրանքով, փորձ անելով ցույց տալ, որ հայ-ռուսական հարաբերություններին Ռուսաստանի Դաշնությունը մոտենում է ոչ միայն, այսպես ասած, միջպետական բարձր հարաբերությունների դիրքերի, այլ նաև անձերի նշանակումով էլ ինչ որ բան է նշանակում, որտեղ մեկ այլ բան է Խովայևը, մեկ այլ բան է Կիրիենկոն, մեկ այլ բան է մեկ ուրիշը, մեկ այլ բան է Զատուլինը, մեկ այլ բան է նրանց հայ բնակալեզները, չէ, Մեհրանյանը, Արա Աբրամյանը եւ այլ։ Այստեղ է, որ մենք վերադառնամ ձեր նախորդ հարցին, մենք պիտի ուրեմն աճապարենք, հապճեպ կերպով ընդունենք թափ սառը որոշումներ ռազմավարական առումով, հատկապես Եվրոմիության հետ գործընթացների ինտեգրման եւ խորացման ուղղությամբ, առավել եւս անվտանգային քաղաքականության մեջ, ռազմական համագործակցության առումով եւ նաեւ Եվրոմիության ինտեգրման ուղղությամբ, ինչու՞ չէ, որ նաեւ պիտի տանի հաջորդ դուրը դեպի Միացյալ Նահանգներն է։ Դե Փառք Աստծո Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ունենք ստորագրված պայմանագիր, մեկնարկի վերաբերյալ պայմանագիր, որին չեմ ուզենա անդրադառնամ, դա բարձից էլ բարձ է։ Եվ ինչ վտանգներ կարող են Ռուսաստանից սպառնալ։ Ես վտանգներ, ամեն կերպ վտանգներ, վտանգ, գիտեք ինչ, եւ վտանգներ եւ գործողություններ, ես ամեն ինչ սպասում եմ։ Ես նույնիսկ սա համեմատում եմ ներկա իրավիճակը, ես համեմատում եմ 20-րդ դարի 20-ական թվականների հետ կամ 18-20 թվականի հետ։ Տեսեք, ներկայումս Հարավային Կովկասի իրավիճակը պայթունավտանգ չի։ Այո, ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակ է, բայց ես պիտի ասեմ եվրոպական մի շարք կառույցների եւ Միացյալ Նահանգների անդադրում, անթակույց վերաբերմունքը թույլ է տալիս ասելու, որ ասենք այն ինչ որ եղել է մի քանի ամիս առաջ, այն ինչ որ եղել է 2 տարի առաջ, ասենք իշխանասարի դեպքերը զավթումը, ասենք ջերմուկի զավթումը, ներքին հանդի դեպքերը, քանի որ արդեն կան Հայաստանում գործող եվրոպական կառույցներ, առաջին ես նկատի ունեմ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը, երկարացումը, կոնտինգենտի թվականակի ավելացումը, երկրորդ հերթին Բայդենի վարչակազմը գաղտնիք չէ, որ շատ հատուկ կտրուկ կերպով հարցեր էր դնում իսպար բացառելու վերաբերյալ ռազմական ագրեսիան Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, ասենք էսկալացիան ուժեղացնելու, բացառելու առումով։ Ասել, որ ինչ վտանգներ է պարունակում, ասեմ հետեւյալը։ Վերջերս ես հետևում եմ Ռոբերտ Քոչարյանի հայկական համալսարանի ունկնդիրների հետ նրա ելույթին եւ ես պիտի ասեմ իմ մարմնովս գիտեք զավեշտի ասեմ, սարսուռի ասեմ, հեգնանքի ասեմ, ողորմելիության պահեր ասեմ, ես ապրեցի, որ այս մարդը այդպես էլ չի հասկանում, որ այդ մարդը մերժված է, այդ մարդը 98 թվականին չի եկել իշխանության ժողովրդի քվեով, այդ մարդը իշխանության է եկել ընդամենը Վազգեն Սարգսյանը եւ եւս
մի քանի այսպես լուրջ գործոնների ուրեմն ազդեցությամբ։ Այս մարդը Հայաստանում չունի քաղաքական հնարավոր եւ չէր կարող ունենալ ինքը այդ արժե համակարգով ինքը չի կրում այդ որակները։ Տեսեք մի պարագայում Նժդեհը ասել է, որ ավելի լավ է համր լինել, քան մարենի լեզվով խոսել չիմանալ։ Բայց նա 200,000-ից ավելի քվե ունի։ Ինչպես 200,000-ից ավելի քվե ունի։ Ուրեմն ես ասեմ, որ այդ մարդը մերժված է, եւ այդ մարդու ես հիմա ասում եմ չէ, ոչ։ Ասում եմ յոխ, ասում եմ նո, ասում եմ արա, ասում եմ նիխտ։ Ոնց ասեմ, որ այդ մարդը հասկանա։ Այդ մարդով Ռոբերտ Քոչարյանը 2026 թվականի համապետական ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանի ձայները կիսով չափից ավելի է նվազելու։ Գիտեք, ես Ռոբերտ Քոչարյանին բացարձակապես մերժելով դա չի նշանակում, որ ես հալած յուղի տեղ ընդունում եմ ներկայիս կառավարության քաղաքականությունը։ Եվ ներկայիս կառավարությանը աջակցելով կամ իմ ձայնը բարձրացնելով հօգուտ ներկայիս կառավարության, դա չի նշանակում, որ ես չգիտեմ ոչ ասելով ես պիտի ընդունեմ Ռոբերտ Քոչարյանի ուրեմն քաղաքական ինչ ասեմ արժեքը այդպիսի բան լինել չի կարող։ Այսօր էլ ես տեսնում եմ ազգային ժողովը իրենից ինչ է ներկայացնում եւ այդ ամեն ինչը ներկայիս այս երկու խմբակցությունների գործունեության արդյունքում հետևանքով կազմաքանդելու մեր պետական ինստիտուտները այդ ամեն ինչը գալիս է Ռոբերտ Քոչարյանի ռևանշիստական վրեժխնդիր լինելու պահվածքից։ Ումից վրեժ։ Եթե վերստին վերադառնալու իշխանության վրեժխնդիր ներկա օրինական կերպով ընտրված կառավարությունից։ Տեսեք, գիտեք, այն ինչ որ կատարում է հիմա մեր երկրում իրավական գործընթացների առումով, սոցիալական խնդիրների առումով, չգիտեմ կրթական համակարգի, բանակի առումով, այդ բոլորը մենք գիտենք։ Բայց ես պիտի ասեմ, որ այն ինչ որ նրանք են պատկերացնում, նրանց նպատակը ո՞րն է այդ երկու խմբակցությունների ամեն ինչ տապալել, որպեսզի Քոչարյանը վերստին գա իշխանության։ Նրանք առաջնորդում են միայն այդ նպատակով եւ այդ մտայնությամբ։ Ավելին ասեմ, նրանց Մոսկվա գնալու վերջին շրջանում ակտիվանալը էլի մի քանիսի, չգիտեմ, Բարգավաճ Հայաստանի։ Չէ, բայց մինչև այդ թեմային հասնելը դուք ասեցիք Մոսկվայից կան վտանգներ եւ գործողություններ, վտանգների մասին խոսելով հիշատակեցիք Քոչարյանի հանդիպում ուսանողների հետ եւ չընդհանրացրեցիք թե որն է դրա։ Ուրեմն ասեմ, Հայաստանում կա ուրեմն այսպես ասած իշխանափոխություն անելու համար ըստ իրենց պատկերացումների առաջին մեղմ ասեմ փափուկ ուժի գործոններ, փափուկ ուժի ասենք բաղկացուցիչ մասեր, որոնցից մեկը 5-րդ չարասյունն է, մյուսը այն մամուլն է, որը կերակրվում է Ռուսաստանից, մյուսը այն գործիչներն են, որոնք ասենք սնվում կամ կերակրվում են ռուսական, այսպես ասենք հայկական կապիտալից, եւ այդ ամեն ինչը բերում են նրան, որ ասենք չի բացառվում Ղարաբաղի փրկության, այսպես ասած, անվան տակ այստեղ մտցնեն ռուսական զորքեր։ Սա մի հրեշավոր դիվային ծրագիր է, եւ այս կոնտեքստի մեջ ես պիտի ասեմ վերջերս Վիտալի Բալասանյանի ոչ պակաս հայտնի Վիտալի Բալասանյանի Արցախյան առաջին պատերազմի գեներալի նամակը Պուտինին, այդ նամակը ես կարող եմ ոչ միայն նամակը Ռուսաստան թագավորին բովանդակության հարցության մեջ դիտել, այլ կարող եմ համարել մի ողորմելի նամակ, ողորմելի։ Ինչու՞։ Շեշտելով Գյուլիստանի պայմանագիր, շեշտելով մելիքների, չգիտեմ, տարբեր բաներ, նա անընդհատ պիտի շեշտեր նոյեմբերի 9-ի երակողմ հայտարարությունը
եւ պիտի ասեր ինքը ի պաշտոնի լինելով անվտանգության խորհրդի Արցախի հանրապետության շուրջ 2 տարվա քարտուղար, նա պիտի ասեր, որ ինչով է եղել զբաղված ռուսական խաղաղապահ ուժերը Արցախում։ Զուտ նրա համար, որ դավադիր կերպով, որպեսզի Արցախի ապահովեն Արցախի հայաթափումը Ադրբեջանի կողմից։ Կամ նրանց մասնակցությամբ, կամ թողտվությամբ, կամ մեղմ ասած որոշ դեպքերում նաև չեզոքությամբ։ Ամբողջ խնդիրը նա է, որ Ռոբերտ Քոչարյանը Ակնեք, այսինքն Վիտալի Բալասանյանը չպետք է այդ նամակը գրեր։ Իհարկե ոչ, ես դա համարում եմ դավադրություն, ես դա համարում եմ դավաճանություն, մեկ այլ բան ես պիտի ասեմ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը անպայման պիտի սրան տա վճռական հակահարված։ Ում Վիտալի Բալասանյանը Եվ նրա նմաններին, որովհետև մեկը չի, երկուսը չի, եւ մեր ազգային անվտանգության ծառայությունը, ոչ միայն ազգային անվտանգության ծառայությունը, այլև մյուս ծառայությունները, որ կոչվում է արտաքին հետախուզություն, մյուս աստեղ արդեն բուն են դրել պետականական կազմակերպությունները։ Եվ այդ թուղթու գրիչը վերցրել Վլադիմիր Պուտինին նամակ է գրել, ԱԱՑ-ն ինչ անի։ Չէ, նրանք պիտի չէ։ Եթե գրել է նամակը, մարդը այդ արժի համակարգի կրողն է։ Մարդը ուրեմն Հայաստանի Հանրապետությանը վերաբերվում է որպես, ասենք, Ռոբերտ Քոչարյանի կալվածք, որովհետև բոլորս գիտենք Ռոբերտ Քոչարյան, Վիտալի Բալասանյան, Ռոբերտ Քոչարյան, Սերյան Օհանյան, Ռոբերտ Քոչարյան, չգիտեմ, Մովսես Հակոբյան, էլի շատ են, ես չեմ ուզում շարունակեմ, որովհետև ես Նարեկ ջան, բոլորին անձամբ ճանաչում եմ, ոչ միայն այսպես մի քանի անգամ հպանցիկ, այլ տասնամյակներով անձամբ ճանաչում եմ։ Նրանք քնում, վեր են կենում, օր առաջ ցանկանում են եւ ամեն ջանք ու երանգ գործադրում են, որպեսզի տապալեն Հայաստանի Հանրապետության օրինական կերպով ընտրված կառավարությանը։ Եվ սա արվում է դրսի ուժերի ներգործուն ազդեցությամբ։ Ինչքան էլ ասենք, որ Պուտին-Փաշինյան հարաբերությունները անցնում են ջերմ բարեկամական, ռազմավարական գործընկերությանը համապատասխան մթնոլորտում, այդպիսի բան չկա։ Նրանք ռուսական, բոլորս գիտենք, կայսերական ուժերը, ռուսական պետական ուրեմն վերնախավը ամեն կերպ փորձում է, որպեսզի Հայաստանում տապալեն այս իշխանությունը եւ 26 թվականին փորձ են անելու, որպեսզի Հայաստանում իշխանության ղեկին բերեն մի խամաճիկ, ռուսաստրուկ, ռուսական շահերն արտահայտող կառավարության կամ քաղաքական ուժի, որը ընդմիշտ պիտի մեր կապերը խզի եւ Եվրոմիության հետ եւ Միացյալ Նահանգների հետ։ Դե բայց մի այնպիսի իշխանություն չունենք, որով կարելի է հիանալ եւ կամ իշխանություն, որը կարողանում է ինքնիշխանությունը պահել եւ ինչ որ բաներ չի սակարկում Ռուսաստանին։ Համամիտ եմ ձեր հետ, ասել որ այս իշխանությանը ես 10 մատով պիտի ողջունեմ, այդպիսի բան ասել չեմ կարող։ Հենց Գյումրի, ոչ միայն Գյումրին։ Կներեք, Նիկոլ Փաշինյանն էր հենց ասում էր հայ-ռուսական հարաբերությունները չեն եղել այնքան ջերմ բարեկամական, որքան հիմա իմ իշխանության օրոքի։ Այսինքն մենք ունենք ակնհայտ ռուսամետ իշխանություն։ Ես մի բան ասեմ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2008-ից 2010 թվականներին, երբ որ տեսել է, որ Ռուսաստանը ակնհայտ կերպով, անթակույց կերպով զինում է Ադրբեջանին, մի քանի միլիարդ դոլարին համարժեք զենք մատակարարելով, Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունները հստակ կերպով արդեն կամ գիտակցել են, կամ պիտի գիտակցեին, որ սա տարվում է հատուկ, ուղարկում է զենքը միայն նրա համար, որպեսզի Ղարաբաղը հայաթափարվեր, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը թուլացներ Ադրբեջանի կողմից, Ադրբեջանի մասնակցությամբ։ Այո, ես այսօր էլ համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը ռուսական կողմնորոշման եւ ռուսական շահերը Հայաստանի Հանրապետությունում իրականացնելու առումով համարյա ոչնչով չի զիջում ոչ Լևոն Տեր-Պետրոսյանին
ոչ Ռոբերտ Քոչարյանին, ոչ էլ Սերժ Սարգսյանին։ Նույնիսկ ոլորտներ կան, նույնիսկ կան ուրեմն ազդեցության կամ միջավայրեր կան, որտեղ ավելի առաջ է անցել։ 100%-ով եմ ես սա ասում, առանց երկնչելու եմ ասում, որովհետև այն մարտահրավերները, որ նետված են մեզ համաշխարհային առումով, նոր աշխարհակարգի ձևավորման առումով, եւ սա չնկատել, դարձյալ շատ հարցերում լինել Ռուսաստանի քաղաքականության եւ Ռուսաստանի պետության գերի, սա արդեն ակնհայտ երևում է։ Դե այդ դեպքում, եթե մի կողմում Ռուսամետ Քոչարյանն է, մյուս կողմում ոչնչով չտարբերվող Ռուսաստանի հետ հարաբերությունների առումով ոչնչով չտարբերվող Փաշինյանը, ինչու կողմ լինել Փաշինյանը լինի իշխանության, իսկ Քոչարյանը ոչ։ Երկու պարագա կա։ Նախ առաջինը բոլորս գիտենք, որ 2021 թվականի համապետական ընտրություններում քաղաքացիական պայմանագիրը առանց ընտրական կեղծ գործընթացների, առանց ընտրությունների կեղծման, ուղղակի մեկ նախադասությամբ ասեմ, անցել է իշխանության գլուխ։ Ձևավորել է կառավարություն։ Մի բան, որը երբեք չի հաջողվել նախորդ բոլոր նախագահներին, նախորդ բոլոր կառավարություններին։ Երկրորդը նախորդ բոլոր իշխանությունների հանդեպ, ուրեմն նողկանքը, ատելությունը, նրանց սանձարձակությունները, որոնք բերել է 2018 թվականի իշխանափոխությանը, հիմա կարող ենք նաև անվանել հեղափոխությանը, թույլ է տալիս ասելու, որ մեր ժողովուրդը երբեք չի գնալու այդ ուժերին քվե տալու ուղղությամբ։ Դրանից բացել, այն ինչ որ մեր երկրում հիմա կատարվում է, միգուցե ինստիտուցիոնալ առումով հիմնավորապես չի արվում, կաշառակերության դեմ պայքարը, բանակի ռազմատեխնիկական մատակարարման խնդիրների շուրջ, բանակի մարտունակության բարձրացման ուղղությամբ, արդարադատության բազում խնդիրների, հակակոռուպցիոն քաղաքականության առումով շատ բաներ կա, որ մեր երկրում արվում է դրական, այլ բան է, որ արվում է կիսատ պռատ, այլ բան է, որ արվում է ոչ հետևողական կերպով, եւ այս ամեն ինչը բերում է բազում հասարակության մեջ, բազում արատավոր երևույթների, սանձարձակությունների, չինովնիկների, մյուսների ընտրած քաղաքականությունը, հակակոռուպցիոն քաղաքականության առումով կարելի է ասել սելեկտիվ է, ընտրովի է, կամ ոչ հետևողական է, այլևս չենք տեսնում մի երևույթի սկզբից մինչև վերջ հետևողական իրականացում, այլևս չենք տեսնում չինովնիկների Այսինքն Նիկոլ Փաշինյանը ձախողել է եւ պետք է հեռանա իշխանությունից։ Ամեն դեպքում առայժմ կտրուկ այդպես ես չեմ կարող ասել, բայց որ ձախորդությունները, ձախողումները շատ են, սա միանշանակ է։ Ինքը դեռևս արդեն երկու տեղական ինքնակառավարման, վերջերս կայացած տեղական ինքնակառավարման ընտրություններում ապրիլին ցույց տվեցին, որ քաղաքացիական պայմանագիրը իզորու չէ հաջորդ համապետական ընտրություններում ունենալու ձայների բացարձակ մեծամասնություն։ Դա բացարձակ ճշմարտություն է, դա այլևս հնարավոր չէ։ Այստեղ էլ կան բազում խնդիրներ, դա հակակոռուպցիոն քաղաքականությունն է, ղարաբաղցիների հանդեպ բազում խնդիրներ են, որոնք կառավարությունը ճիշտ չի մոտենում, Արցախի դատարկման խնդիրն է, կառավարության տված այն խոստումներն են, որոնք չի կատարվել, հատկապես Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցում, հատկապես մեր եվրոինտեգրման բազմաթիվ խնդիրների առումով։ Այսինքն հիմա ունենք իրավիճակ, որ 26 թվականին Նիկոլ Փաշինյանը կարող է մեծամասնություն չկազմել, իր թիմով իշխանության չգա, ունեցանք իրավիճակ, որ վարի գնաց Արցախը, կոռուպցիայի դեմ նորմալ չպայքարեց, թալանվածը նորմալ չբերեց եւ իր այս 7 տարվա իշխանությունը ինչ տվեց Հայաստանին։ Հիմա այս հարցով դիմում եմ ձեզ։ Եթե դուք լինեք իմ փոխարեն, նույն ձևի դուք չեք պատասխանի, տեսանելի չի այն ինչ որ հիմա կա մեր հասարակության մեջ։ Ինչ եք դուք տեսնում։ Այսինքն նույն հակակոռուպցիոն քաղաքականության առումով, սոցիալական արդարության առումով,
Արցախի խնդիրը մի քիչ այլ խնդիր է։ Արցախի ուրեմն ժողովրդի ինքնորոշումը չապահովելու կամ դրա հանդեպ համապատասխան միջոցառումներ չանելու առումով եւ բազմաթիվ այլ խնդիրներ պետական կառավարման համակարգի առումով։ Իհարկե, այլևս չեմ խոսում, որ դեռևս հարց է մնում սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները ինչ որակի են լինելու 26 թվական, 2025 թվականի ընթացքում եւ մինչեւ խորհրդարանական ընտրությունները։ Այո, ես գտնում եմ, որ 7 տարվա ընթացքում այն քաղաքականությունը, որը հայտարարել է կառավարությունը կամ քաղաքացիական պայմանագիրը ինչպես 18 թվականին, այնպես էլ 21 թվականին, եթե ասեմ մասնակի կատարվել է, համենայն դեպս կատարվել է 5-10-15%-ի չափով, ոչ ավելին։ Հիմա իշխանափոխության հետ կապված Սերժ Սարգսյանն է ակտիվացել, նա ասում է, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը նրան անվանելով կապիտուլյանտ, հա, իրենց առաջնահերթությունն է եւ իրենք ակտիվ գործողությունների են գնալու։ Տեսեք, ես ասեմ հետեւյալը։ Ինքս լինելով, ասենք, Արցախյան շարժման ակունքներում մեր ժողովրդի ազգագրական պայքարի, ոչ միայն Արցախյան, Հայաստանի Հանրապետության սահմանների ազգագրական սահմանների պաշտպանության եւ անվտանգության համար մղված պայքարի մասնակից, ինքս պիտի ասեմ հետեւյալը։ Թե Սերժ Սարգսյանը իր պատգամավորական խմբակցությամբ եւ իր հանրապետական կուսակցությամբ, թե Ռոբերտ Քոչարյանը իր պատգամավորական խմբակցությամբ անելիք չունեն մեր քաղաքական դաշտում։ Այդ մարդիկ քաղաքական դաշտում այսօր կան իրենց թալանով, իրենց բազմաթիվ սպանություններով եւ այդ սպանություններին հովանավորելով, ես նույնիսկ ավելին ասեմ, եթե Ռոբերտ Քոչարյանը ռուսական սիստեմա ընկերության մեջ, չգիտեմ, իր բաժնետեր է կամ չգիտեմ ինչ է, ապա այդ բոլորը եկել է Հայաստանից, գույք պարտքի դիմացով, էլի խնդիրներով, մեր ժողովուրդը հոժարական կերպով, հյուրընկալ կերպով այդ երկու անփառունակ գործիչներին դարձել է միլիարդատերեր եւ իրենց ընտանիքներին։ Նրանք մեր ժողովրդի քաղաքական դաշտում այլևս նրանց վաղվա օրը քաղաքական դաշտում ավարտված է։ Նրանք վաղուց նետված են քաղաքական աղբանոց։ Եվ հանրապետական կուսակցությունը որպես այդպիսին, հանրապետական կուսակցությունը թղթի վրա է։ Նայեք, հանրապետական կուսակցություն ասելով ես հասկանում եմ Աշոտ Նավասարդյանին։ Անկախության բանակ ասելով ես հասկանում եմ Լեոնիդ Ազգելձյանին։ Եվ էլի շատ-շատերի։ Հանրապետական կուսակցության այսօրվա եւ նախկին գործելավոճը սկսած 2000 թվականից առ այսօր բացարձակապես ոչ մի աղերս չունի հանրապետական կուսակցության հռչակած այն սկզբունքների հետ, որոնց հիմքը դրվել է ուրեմն երջանկայի շատակ լուսահոգի Աշոտ Նավասարդյանի նախաձեռնությամբ եւ նրա օրոք։ Գալով Ռոբերտ Քոչարյանին, ես պիտի ասեմ, որ Ռոբերտ Քոչարյանը կյանքում երբեք չի ունեցել քաղաքական հենարան։ Ոչ Արցախ, ոչ Հայաստան։ Կուսակցությունը Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է նա, որ ժողովուրդն է իր կուսակցությունը։ Ռոբերտ Քոչարյանը ժողովրդով երբեք չի անցել իշխանության։ Ով գոնե ես լավ գիտեմ։ Ռոբերտ Քոչարյանի առաջին ընտրությունների ժամանակ ես եղել եմ Ավան Նորք, այն ժամանակ խորհրդային շրջան էր կոչվում, ընտրությունների շտաբի պետը։ Ես ինքս գիտեմ նա ինչ ճանապարհով է դարձել Հայաստանի Հանրապետության չընտրված նախագահ։ Այնպես որ ասել, որ ժողովուրդն է նրա հենարանը, այսօր էլ ես քեզ ասում եմ, բացեի բաց, այս պատգամավորական խմբակցությունը, որը կոչվում է, ինչպես է կոչվում, Հայաստան պատգամավորական խմբակցության բոլոր անդամները միասին վերցրած, եթե գնանք Քարոզարշավի 10-15 հազար ձայն ընտրությունների համար չեն կարող ապահովել, որովհետև դուք տեսնում եք, մեր երկրի ազգային ժողովը ինչի է վերածվել։ Մեր երկրի ազգային ժողովը լավագույն դեպքում վերածվել կրկեսի։ Մեկը մյուսին արժանի են, այնտեղ չի քննարկվում մի խնդիր, որը վերաբերվում է երկրի անվտանգությանը համապարփակ ձևով, չի քննարկվում մի խնդիր, որը վերաբերվում է երկրի պաշտպանությանը համապարփակ ձևով, Անդրանիկ Քոչարյանը զբաղված է ինքնագովազդով, որը որ
նույնիսկ չգիտել ինչի համար այդ ինքնագովազդը, հայերեն ասեմ, ցուցկով է, ռեկլամով է զբաղված։ Այնտեղ չի քննարկում մի խնդիր, կրթական խնդիր, սոցիալական խնդիր, արցախցիներին հուզող խնդիր, որը բարձրացվի պետական գործչին վայել մակարդակով կամ օրենսդրին վայել մակարդակով, եւ ես եթե ասում եմ այդ երեք խմբակցությունների միասին վերահասել կրկեսի, ես մեղմ եմ ասում։ Ես մի անգամ ասել եմ, այսօր էլ կրկնում եմ, կարող եմ ազգային ժողովի երկու մուտքերի մոտ, Դեմիրճյան եւ Բաղրամյան մուտքերի մոտ տեղադրել տոմսարկղներ եւ տոմս վաճառել որպես գազանոցի մուտքեր։ Նրանք այսօր հասցրել են մեր օրենսդիր մարմինը այդ մակարդակի։ Այլևս չեմ խոսում, որ ԿՊ խմբակցության падգամավորները մեծ մասը չգիտեն, որ մեր երկիրը օրենսդրական, սահմանադրական առումով մեր երկիրը խորհրդարանական երկիր է, բայց դուք տեսնում եք վարչապետի հանդեպ ինչպիսի ստորաքարշ, պնակալեզ, քննանքի վերաբերմունք, շահօգորտություններ եւ այլ։ Մարդիկ իրենց հաշիվ չեն տալիս, որ Հայաստանի Հանրապետության բարձրագույն մարմինը կառավարման եւ օրենսդիր Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական երկիր է, Հայաստանի Հանրապետության խորհրդարանն է, երկրի ամենաբարձրագույն մարմինը։ Այս սա է։ Հիմա ես ասում եմ, որ այս պայմաններում մեկը մյուսին արժանի են։ Մեզ պետք է խորհրդարանական ընտրություններ, ոչ միայն ընտրություններ, մեզ պետք է երկիր, որը պիտի զերծ մնա թայֆայական խմբակային կորպորատիվ կառավարման մեթոդներից, սկզբունքներից, մեզ պետք է երկիր, որտեղ առաջին պլան պիտի մղվի առաջի հերթին անձի ազատության խնդիրը, Հայաստան Հանրապետության ամբողջ տարածքի անվտանգության ապահովումը, մեր տարածքում խաղաղության ապահովումը եւ այն բնականon աշխատանքը եւ այն բնականon կյանքը, որի մեջ պիտի ապրի Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Սակայն Հայաստանի Հանրապետության ներկայումս քաղաքական ներկապնակի ուժերը չեն արտացոլում ուրեմն այդ մտածելակերպը։ Նրա ներկայացուցիչները չունեն այդ արժի համակարգը։ Պարոն Սաֆարյան, վերջերս Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Էստոնիայում էր, նրան դիմավորեց Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն arczepiskopos Միրզախանյանը եւ մի այսպիսի միտք ասեց, որ մեր աղոթքն է, պարոն վարչապետ, որ ձեր ծրագրերը ուղղված խաղաղության հաստատմանն ու Հայաստանի հարևանների հետ հաշտությանը հաջողությամբ իրականանան։ Մեր աղոթքն է, որ որպես եվրոպական երկրների հավատացյալներ, քաղաքացիներ եւ առաջնորդ մեր երկիրը վստահ քայլերով շարժվի դեպի Եվրամիություն։ Այս խոսքերից հետո Մայրաթորի կողմից բավականին սուր արձագանք եղավ, մեջբերեմ, որևէ հարցի առնչությամբ գնահատականներ հնչեցնելիս, հատկապես երբ եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը առկա չէ, եկեղեցականները պետք է դրսևորեն շրջահայացություն եւ զգուշավորություն թյուր մեկնաբանությունների տեղիք չտալու համար։ Դուք Մայրաթորինը, որը այլ կերպ ասած նաև ամենայն հայոց կաթողիկոսի, դիրքորոշումները ըստ էության, ինչպես է գնահատում, ինչու Մայրաթորը կամ արդյոք Մայրաթորը փորձեց կանխել կամ դեմ է, որ եկեղեցականը աղոթի խաղաղության համար։ Ես ունեմ իմ կարծիքը եւ իմ մոտեցումը Մայրաթորի հանդեպ, կոնկրետ ոչ միայն Մայրաթորի հանդեպ, հիմա ես կոնկրետ փաստերով ասեմ, որ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երրորդը իր տեղում չի, ես դրանում երկու կարծիք ունենալ չեմ կարող։ Եթե Մայրաթորը եւ նրա ուրեմն հոգեվոր առաջնորդը, Բեհապարը այդքան սկզբունքային են, ապա նա առաջի հերթին պետք է կարգալույց աներ Բագրատ Սրբազանին, կարգալույց աներ։ Բայց դեռևս նա շարունակում է աշխատել Բագրատ Սրբազան ուրեմն հոգեվորական անվամբ։ Նա պետք է լիներ վաղուց արդեն Վազգեն ուրեմն անունով մի Վազգեն Գալստանյան որպես քաղաքացի սովորական կարգալույց արված։ Գալով մեր Բալթյան երկրների ուրեմն մեր նվիրապետական թեմի առաջնորդին Միրզախանյանին, ապա ես նրա հայտարարության մեջ որևէ վատ հակապետական կամ մի այնպիսի բան, որը չգիտեմ, վնաս պիտի բերի Մայրաթորին, ես չեմ տեսնում։
Իսկ ինչու պիտի նա չողջուներ մեր կառավարության քաղաքականությունը, հարևանների հետ կարվող խաղաղության հաստատման ուղղությամբ, Եվրոմիության հետ ինտեգրման քաղաքականության ուղղությամբ, իսկ ինչու պիտի նա հարցնի Բագրատ Սրբազանը, երբ որ դուրս է եկել մեր պետության դեմ։ Երբ որ այս շարժումը Տավուշից սկսվել է, ես նույն օրը ասել եմ, եթե այս շարժումը հասավ Երևան, սա շուռ է գալու մեր պետականությունը կործանելու պայքարի, անպայման։ Եվ բոլորս էլ գիտենք, որ մեղմ ասած վեհապարը իր տեղում չի գտնվում։ Վեհապարին վայել քաղաքականություն չի տարել, ինչպես մեր 16 թվականի 2016 թվականի ապրիլյան քարորիայի ընթացքում, այնպես էլ 2020 թվականի 44 օրյա պատերազմի ժամանակ եւ մեր անհայտ կորածների եւ մեր գերեվարածների եւ գերիների վերադարձման եւ դիակների փոխանակման ուղղությամբ եւ այլ։ Մեղմ ասած այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքում վերջացնում եմ եկեղեցական մեր հոգևոր առաջնորդները չեն նպաստում հայոց պետության կամ Հայաստանի կառավարության քաղաքականության։ Ինչու քննադատեց Միրզախանյանին։ Խաղաղության համար աղոթելու, Փաշինյանի խաղաղության ծրագրերի համար։ Որովհետև անթակույց կերպով Մայր Աթոռը այսօր կատարում է ռուսական բարձր ղեկավարության հրահանգները։ Մայր Աթոռը այսօր էլ լծված է օր առաջ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու գործին։ Մայր Աթոռը այսօր զբաղված է պետականաքանդման գործընթացով։ Ես ավելին ասեմ, եթե վարչապետը Նիկոլ Փաշինյանը իրեն պիտի ավելի իրավունք վերապահի ներգործուն կերպով մասնակցելու Մայր Աթոռում կատարվող գործընթացներին։ Ինչ անի, պատարակ մատուց։ Ոչ միայն պատարակ մատուցի, նա կարող է նույնիսկ առանց որևէ բանի գահանկեցանել վեհապարին։ Եթե կան այդ հիմքերը, ես կարծում եմ այդ հիմքերը բավականին լուրջ են, քանի որ եկեղեցու ղեկավարությունը այսօր զբաղված է պետականաքանդման գործընթացով։ Դե բայց ինչի ենք մենակ այս կողմից նայում, խնդրին։ Ես այս կողմից չեմ նայում, ես նայում եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ես ձեզ հարց եմ տալիս, դուք ընդունում եք։ Հիմա այո, դուք հարց տվեք։ Հիմա ես ասում եմ Վազգեն Միրզախանյանի արած հայտարարությունը կառավարության ղեկավարի այսի հետ կապված, ես լիովին ողջունում եմ։ Բայց իսկ չպետք է հարց այս երևույթին նաև մյուս կողմից նայենք, այդ Փաշինյանը յան ինչ խաղաղության ծրագրեր է իրականացնում, որ մի հատ էլ դրա համար պետք է աղոթել, որ խաղաղության հաջողության պետ ամեն ինչը։ Ոչ միայն Փաշինյանը խաղաղության ծրագրեր չի իրականացնում, այլ ընդհակառակը Փաշինյանը ընկրկել է ադրբեջանական բոլոր հայտարարություններին, բոլոր սադրիչ հայտարարություններին։ Փաշինյանին թվում է, թե ինքը ինչքան որ խոստանա, ինչքան որ հրաժարվի Արևմտյան Հայաստանից, ինչքան որ դրա համար Մայր Աթոռն ասում է դրա համար ինչի համար աղոթենք, որ Նիկոլ Փաշինյանը զիջելով գնում է, գուցե ենթատեքստում դա է Մայր Աթոռի ասածը։ Եթե Մայր Աթոռը ենթատեքստը դա լինի, ապա ես համոզված եմ, որ Մայր Աթոռի պատասխանը, Մայր Աթոռի հանդեպ կառավարության պատասխանը չի ուշանա, որովհետև գաղտնիք չի, որ Մայր Աթոռը իրեն չի պահել պատշաճ մակարդակի վրա, հատկապես կառավարություն Մայր Աթոռ հարաբերություններում։ Իսկ ինչ վերաբերում է, այո, գալով նրան, որ եւ խաղաղության գործընթացի եւ անվտանգության, այո, բազմաթիվ խնդիրներում մենք ընդգրկում ենք, տեսեք, ես ընդհանրապես նարեկ, որպես պատմաբան մի բան ասեմ։ Ռոբերտ Քոչարյանի անձը որպես պատերազմով անցած մարդու ես չեմ ընդունում։ Եթե մի մարդ կարող է կանգնել եւ այդպես ստել ու կեղծել եւ ասի 120-150 հազարանոց ժողովուրդը պայքարում է 50 անգամ իրենից ավել ժողովրդի կամ բանակի դեմ, սրանից մեծ խայտառակություն ու դավաճանություն պետության եւ ժողովրդի հայ ժողովրդի սեփական շահերին ես չեմ պատկերացնում։ Ինքը չգիտի, որ 88-92 թվականներին Հայաստանի Հանրապետությունից քանի տասնյակ հարյուրավոր ջոկատներ են գնացել Արցախ պատերազմելու Արցախի ազատագրության համար։ Ինքը չգիտի, որ այստեղից սալյարկան եւ բենզինը լիտրերով են մենք նույնիսկ ուղարկել։ Ինքը չգիտի դրա մասին։ Ես եմ անմիջապես դրա ղեկավարներից մեկը եղել։ Այդ գործը կազմակերպողներից մեկը, եթե ոչ առաջինը, ես եմ եղել, բայց ինքը դրա մասին պատկերացում չունի։ Ինքը նեղ սահմանափակ առումով եւ այսօր էլ տեսեք, դու ասում ես քիչ առաջ խաղաղության մասին, մյուսի մասին, այսօր էլ
ամբողջ այդ ողմակը լծված է իշխանափոխության համար եւ ինչու երբ որ ասում է դες մենք ասում ենք ինչու համար ես ասացի Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին 5 նախագահները սկսած Ջորջ Վաշինգտոնից մինչև Մեդիսոն Մոնրո եղել են անկախության պատերազմի մասնակիցներ եւ նրանք եւ ընդունված հռչակագիրը գիտեք անկախության հռչակագիրը եւ առաջին սահմանադրությունը ոչ մի ստորակետով չեն խախտել մեր երկրում նախագահները եւ ղեկավարները կարծեք թե ծնվել են միայն սահմանադրություն եւ հռչակագիր խախտելու, ուրանալու կամ ոտնահարելու համար։ Եվ այո, այսօր էլ ես համոզված եմ, որ այն սկզբունքներից, հիմնարար սկզբունքներից, որ հրաժարվում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, կապված հռչակագրի հետ, կապված ցեղասպանության, չնայած ցեղասպանության ուրացման խնդիր Հայաստանի Հանրապետությունը չունի, ոչ էլ կառավարությունը այդպիսի խնդիր ունի։ Դե առաջնահերթությունից հանել են։ Ինչպես Առաջնահերթությունից հանել են, սա արդեն մտահոգիչ չէ։ Գիտեք, առաջնահերթությունից Լևոն Տեր-Պետրոսյանը չի հանել, հարց եմ տալիս։ Լևոն Տեր-Պետրոսյանն է առաջինը ասել, որ երբեք հայոց մեծ եղերնը չպիտի լինի Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություն։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակ երբեք առաջնահերթության մեջ ցեղասպանությունը չի եղել ընդգրկված։ Երբեք չի եղել, այդպեսի բան չի եղել։ Ցանկացածի հետ ես կարող եմ վիճել։ Եվ այսօր էլ եթե մենք հրաժարվում ենք մեր հիմնարար սկզբունքներից եւ մեր արժեքներից, դա լինելու է հետևանքները լինելու են ավելի կործանարար, քան այն, երբ որ մենք հլու հնազանդ կերպով խոնարհաբար տեղ ենք տալիս ադրբեջանական նարատիվներին։ Ընդ որում ես կասեմ, սրանք նարատիվներ չեն։ Եվ Արևմտյան Հայաստան, եւ Արևմտյան Ադրբեջան հասկացությունը եւ սահմանադրությունից հրաժարվելը եւ սահմանադրություն փոխելը եւ տարածքային պահանջների մասին նոր հայտարարություն անելը եւ ցեղասպանության վերաբերյալ խոսելը եւ սահմանազատման եւ սահմանագծման ներկա գործընթացը, որը կարծես թե արդեն դառնում է ավելի մշուշոտ, որտեղ հաջորդ քայլը լինելու է անկլավների խնդիրը։ Որպես պատմաբան, ձեր մոտ շոկ չի առաջանում, երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ Արևմտյան Հայաստանը դա Մարալիկն է, Արմավիրն է, Անիպեմզան է։ Տեսեք, ես սա կարող եմ վերագրել միայն մի բանի։ Չիմացության եւ նաեւ ըստ իր մտածելակերպի Թուրքիայի Հանրապետության ղեկավարությանը եւ Ադրբեջանի ղեկավարությանը լրացուցիչ չգրգռելու։ Ես նախորդ շաբաթ Մեծերնի հարտասի 3-րդ տարելիցին նվիրված հարցազրույց եմ տվել Շանթ հեռուստաընկերության եւ ասել եմ, որ ինքը սկսած Բերլինի Սան Ստեֆանոյի պայմանագրից եւ Բերլինի լիհաժողովից Արևմտյան Հայաստանը ամբողջ եվրոպական երկրների կողմից կոչվել է Արևմտյան Հայաստան, Վեստեր Արմենիա։ Եվ նույնիսկ այդ պայմանագրերում գրված է եղել, որ պետք է Թուրքիան բարձրագույն դուռը պարտավորվում է ռեֆորմներ անցկացնել Արևմտյան Հայաստանում։ Հետագային փոխվել է, դարձրել են հայաբնակ նահանգներ, Թուրքիայի հայաբնակ նահանգներ։ Եթե հայ մարդը կարող է թույլ տալ իրեն ասել, որ Արևմտյան Հայաստանը դա Մարալիկն է, ինչ է Անիպեմզանը եւ Բաղրամյանի շրջանն է եւ Արմավիրն է, ուրեմն ես չեմ կարող դրանից ավելի մեծ դավաճանություն կամ չգիտեմ ազգորացություն դիտարկել։ Այսինքն անգամ թուրքերը այսօր ընդունում են թեկուզ քողարկված ձևով, որ ինչ է կատարվել Արևմտյան Հայաստանում հայ ժողովրդի հանդեպ։ Այսինքն եթե մենք ուրանում ենք մեր մեծ հայրենիքը, ապա դուրս է գալիս, որ մենք աստիճանաբար ուրանալու ենք նաև բոլորը։ Հիմա եթե մենք ասում ենք իրական Հայաստանը կամ իրական Հայաստանի արևմտյան մասը Մարալիկն է, հա, հիմա ես էլ հարց եմ տալիս,
Այդ դեպքում 240-250 քառակուսի կիլոմետր ունենք տարածք, որը գտնվում է ադրբեջանական զորքերի մշտական հսկողության ներքո, զինված ուժերի, ռազմական վերահսկողության ներքո։ Դա համարենք երևակայական հայրենիք արդեն։ Հա, հրաժարվենք դրանից։ Ըստ ներկա կառավարության, մտակառավարության ներկա ղեկավարի եւ մյուս անդամների մտածելակերպի։ Դա համարենք երևակայական Հայաստան։ Վաղը մյուս օրը այլ խնդիրները առաջ գալու։ Իշխանասարի հատվածը, Սև լճի հատվածը մենք համարենք երևակայական Հայաստան արդեն, ձեր քաշենք, հա, որտեղ 250 կիլոմետրը, այնտեղ էլ ավելի քան 300,000 քառակուսի կիլոմետր։ Մեզ մեր բնորանից բռնի կերպով, սանձարձակ կերպով կոտորել են, քշել են։ Մեզ մեր տարածքում, մեր բնորանում ենթարկել են էթնիկ զտման։ Մեզ ենթարկել են կոտորածների, ցեղասպանության եւ բռնագաղթի։ Այլ բաներ, եթե մենք հոժարական հրաժարված լինենք մեր հայրենիքից, դա կասենք, գիտեք, մենք այնտեղ չենք ուզեցել, չենք կամեցել, չենք ցանկացել ապրենք, ընտրել ենք այլ ճանապարհ, ընտրել ենք այլ երկիր։ Հիմա Հայաստանից 1 միլիոնից ավել, 2 միլիոնից ավել բնակչություն հաստատվել է Ռուսաստանում, այնտեղ էլ կար նախկինում։ Մենք դրանց ցեղասպանության ենթարկել են, որ իրանք հոժարական կերպով այստեղից գնացել են։ Դա բնական պայմաններն է, սոցիալական պայմաններն է ստիպել, որ բռնել են արտագաղթի ճանապարհը, բայց դա ցեղասպանություն չի եղել։ Ամբողջ խնդիրը սա է, այսպիսի մոտեցումները, այսպիսի նարատիվները եւ ժողովրդի հետ, հասարակության լայն լսարանի հետ բացել այսպիսի մեղմ ասած դիսկուրս ես համարում եմ ոչ բարոյական, ոչ ազգային։ Շնորհակալություն, պարոն Սաֆարյան, հարցազրույցի համար։